Բարևձեզ, Արևմտյան Հայաստանի հեռուստաընկերության հերթական լուրերն են։ Նախագահական հրամանակիր, շնորհավորական ուղերձ Տեգին Լիդիա Մարգոսյանին, Արևմտյան Հայաստանի ղարավարության եւ ազգային ժողովի գազմավորման 10-րդ տարեդարձը Ռուզաննա Մխիթարյան, Իրանը պիտի թաքցնի ԱՄՆ-ի հետ բանակցությունները, եթե Իսրայել շարունակի հարձակումները Լիբանանի վրա, Ղալիբաֆ, Իսրայելյան վարչագահը զսկուշացած է Բեյրութի հարավային արվարձաներուն հարվածելու պատրաստակամության մասին։ Հայրուց ցեղասպանությունը վերապրած երեխաներու շարադրությունները իբրև պատմական վկայություններ։ Թուրք սեփականատերը գծանգա վաճառել Արևմտյան Հայաստանի Գովդուն գյուղի հայկական եկեղեցու տարածքը։ Մշակութային բահբանում թե յուրացում Աշոտ Հարությունյան։ Արևմտյան Հայաստանի Հանրապետության նախագահական խորհուրդը հրապարակած է նախագահական հրամանակիրը, որով կատարված է ղարավարության նոր ղեկավարի նշանակումը։ Համաձայն Հանրապետության սահմանադրության 76-րդ հոդվածին Հանրապետության նախագահ Արմինակ Աբրահամյանի կողմէ 2026 թվականի ապրիլ 24-ին ստորագրված հրամանակրով Տեգին Լիդիա Մարգոսյանը նշանակված է Արևմտյան Հայաստանի Հանրապետության վարչապետ եւ ղարավարության ղեկավար։ Հրամանակրին համաձայն արտաքին գործոց նախարարի պաշտոնը եւ արտաքին գործոց նախարարության գործունեությունը պիտի գծվին վարչապետի աշխատակազմին, կենտրոնացնելով արտաքին քաղաքականության համագարկումը ղարավարության ղեկավարի անմիջական վերահսկողության ներքո։ Նախագահական հրամանակրով սահմանված է նաև, որ որոշումը ուժի մեջ կմտնե հրապարակման օրեն 2026 թվականի ապրիլ 24-ին։ Հրամանակիրը ստորագրած է Արևմտյան Հայաստանի Հանրապետության նախագահ Արմինակ Աբրահամյանը, գարին 24 ապրիլ 2026 թվական։ Արևմտյան Հայաստանի հեռուստատեսությունը սրտանց կշնորհավորե Տեգին Լիդիա Մարգոսյանը Արևմտյան Հայաստանի Հանրապետության վարչապետի բարձր եւ պատասխանատու պաշտոնի նշանակվելու առիթով։ Այս նշանակումը կվկայի վստահության, պետական մտածողության եւ հայրենանվեր գործունեության մասին։ Կմաղթենք Տեգին Մարգոսյանին քաջառողջություն, ուժ, իմաստություն եւ անսպար երանգ իրագործելու այն բոլոր նպատակները, որոնք կծառայեն մեր ժողովրդի բարօրության, ազգային իրավունքներու պաշտպանության եւ համազգային առաջընթացին։ Գեցե Արևմտյան Հայաստանը։ Սիրելի հայրենակիցներ, այսօր կնշենք Արևմտյան Հայաստանի ղարավարության եւ ազգային ժողովի գազմավորման 10-րդ տարեդարձը։ Այս օրը բարձրապես տարեդարձ չէ, այլ հիշեցում մեր պատմական հիշողության, ազգային իրավունքներուն եւ քալիք սերունդներուն փոխանցված պատասխանատվության մասին։ 13 տարիներու ընթացքին այս կառույցը շարունակած է բարձր պահել Արևմտյան Հայաստանի հարցը ոչ միայն իբրև պատմական արդարության, այլև ազգային արժանապատվության խնդիր։ Մեր ժողովրդի հիշողությունը, մշակույթը, ավանդություններն ու բանջարդիրությունը կշարունակեն ապրել, քանի թեր գաբրի հայը եւ գհնչե անոր ցայնը։ Այսօր ավելի քան երբևէ կարեւոր է պահպանել մեր միասնականությունը, ազգային ինքնությունը եւ մեր իրավունքներուն հանդեպ հավատքը։ Արևմտյան Հայաստանը միայն անցյալ չէ, ան մեր պատմության անբաժանելի մասն է, մեր հոգեվոր հայրենիքը եւ ազգային հիշողության հիմնասյուներեն մեկը։ Խոնարհումով կհարգենք մեր նախնիներու հիշադակը եւ կշնորհավորենք բոլոր անոնց, որոնք դարիներ շարունակ նվիրումով եւ հավատքով կշարունակեն այս ուղին։ Թող մեր ժողովրդի միասնությունն ու կամքը միշտ ամուր մնան, իսկ արդարության ցայնը անլրելի։ Շնորհակալություն։ Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմեդ Բաղիր Ղալիբաֆ հայտարարած է, որ Թեհրանի եւ Վաշինգտոնի միջև հնարավոր համաձայնությունը պետք է դերարի ռազմական գործողություններու դադրեցում բոլոր ճակատներու վրա, ներառյալ Լիբանանը։ Այս մասին ան խոսած է Լիբանանի խորհրդարանի նախագահ Նաբիհ Բրիի հետ հերացանային զրույցի ընթացքին։ Ղալիբաֆ նշած է, որ Իրանը կցկտի հասնի շրջանի մեջ իսրայելյան հարվածներու դադրեցման եւ զսկուշացած է, որ եթե անոնք շարունակվին, Տեհրանը կգրնա ոչ միայն դադրեցնել բանակցությունները, այլ նաեւ քայլեր ցերնարկել Իսրայելի դեմ։ Ավելի գանուխ իրանական պետական լրատվամիջոցները հաղորդած էին, որ Լիբանանի մեջ իսրայելյան հարձակումներուն պատճառով Իրանի եւ ԱՄՆ-ի միջև բանակցությունները դադրեցված են, մինչդեռ ԱՄՆ-ի նախագահը հայտարարած է, թե անոնք կշարունակվին արագ ընթացքով։ Իսրայելյան բանակը զսկուշացուցած է, որ պատրաստ է հարվածներ հասցնելու Բեյրութի հարավային արվարձաներուն եւ դեղի բնակիչներուն գոչ ուղղած է լքելու իրենց տուները։ Armen Press-ի հաղորդմամբ Ռիա Նովոստին հղումով իսրայելյան բանակի ներկայացուցիչը էքս-ընկերային հարտակին վրա գոչ ուղղած է Բեյրութի Դահիա թաղամասի բնակիչներուն սեփական անվտանգության համար դարահանվելու։ Հայրուց ցեղասպանությունը վերապրած երեխաներու շարադրությունները բացառիկ պատմական վկայություններ են։ Այս մասին կդեղեկացնեն հայրուց ցեղասպանության թանգարան հիմնարկեն։ Ցեղասպանությունը վերապրած բազմաթիվ երեխաներ ապաստանած էին Երևանի որբանոցներուն մեջ։
1915-1916 թվականներուն Վահան Դերյան երկու անգամ այցելած է Ցարսկայա փողոցի որբանոցը նպատակ ունենալով հավաքել դեղեցություններ գոտորածներու եւ դեղահանության մասին։ Հաշվի առնելով երեխաներու նուրբ հոգեբանական վիճակը, ան այս աշխատանքը գազմագերբած է խաղ դասի ձևով։ Ուտեն 15 տարեկան որբերը շարադրություններու միջոցով քրի արած են իրենց ուշերը վավերագրելով Արտեշի, Շադախի եւ Ալաշկերտի գոտորածները, գիներու եւ երեխաներու արևանկումները, Վանի ինքնապաշտպանությունը եւ Վասպուրականի գաղթը։ Երեխաներու հիշողություններուն մեջ առանձնահատուկ դեր կգրավեն նաև Վանի գրիվը եւ Վանի բادرազմ վերնագիրներով թիմադրական մարտերու նկարագրությունները, որոնց մասնակցած էին անոնց մեջ շատեր։ Ընդհանուր 30 շարադրություն կպահպանվի Եղիշե Չարենցի անվան քրագանության եւ արվեստի թանգարանի մեջ։ Այս հուշերը առաջին անգամ հրատարակված են 2016-ին Դերյանի Ձորան Գևորգ Էմին Դերյանի գոմե Դերյանի անհայտ նախաձեռնությունը հայ որբերու հուշերը խորագրով։ Այս շարադրությունները ոչ միայն հայրու ցեղասպանության բացառիկ վկայություններն են, այլև ժամանակի կենթանի հիշողություն, պահպանված երեխաներու աչքերով եւ դարմ հիշողությամբ։ Վերջին օրերուն դեղեցություններ կշրջանառվին, թե թուրքական իշխանությունները մտադիր են վաճառել Արևմտյան Հայաստանի Գովդուն գյուղի մեջ գտնվող հայկական եկեղեցու տարածքը։ Այս լուրը մտահոգություն առաջացուցած է հայկական մշակութային ժառանգության պահպանությամբ զբաղվող շրջանակներուն մեջ, քանի որ Գովդունի հայկական եկեղեցին շրջանի արժեքավոր պատմական հուշարձաններն մեկն է եւ կվկայե հայ ժողովրդի տարավոր ներկայության մասին։ Մասնակիցներու համաձայն նման քայլերը կգրնան վտանգել ոչ միայն ճարտարապետական ժառանգության պահպանությունը, այլև պատմական հիշողությունը։ Հայկական կողմը գոչ կուղե միջազգային կառույցներուն կանխելու մշակութային ժառանգության հնարավոր օդարումը կամ ոչնչացումը։ Թուրքական Հուրիետ Daily News-ի համաձայն Թուրքիո մշակույթի եւ զբոսաշրջության նախարարությունը բաբանական եւ ենթագառուցվածքային աշխատանքներ կկատարի Կարահան Թեպե հնավայրին մեջ պատմական Ուրհայի Ետեսիա շրջանին։ Նախագիծը կներառե պաշտպանական ծածկի, գիտահետազոտական համալիրի եւ այցելուներու կենտրոնի կառուցում։ Նյութը քննարկված է Արևմտյան Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի Արցախի հանձնաժողովի հերթական նիստին, ուր զեկուցումներ ներկայացված են Գաջար գիտական կենտրոնի պատմաբանները։ Գաջար գիտական կենտրոնի նախագահ պատմական գիտություններու տեխնացու Մհեր Հարությունյանն նշած է, որ հայկական լեռնաշխարհի բնիկ բնակչության հնագույն ժառանգության պահպանությունը ողջունելի է որպես համամարտկային արժեք։ Կարահան Թեպեն, որ կգտնվի ներկայիս Թուրքիո Շանլի Ուրֆայի նահանգին մեջ, շուրջ 11-12 հազար դարվան նեոլիթյան հնագիտական համալիր մնե եւ կհամարվի Քյոբեկլի Թեպեի հետ նույն մշակութային միջավայրին պատկանող հուշարձան։ Հարգելի հայրենագիտներ, այսօրվան համար այսքան ենք նախադեсած։ Շնորհակալություն ձեր ուշադրության համար։ Լավ մնացեք։